Աստծո խաղաղությունը եղբայրներս քույրերս ըստ խոսքի այսպիսի մի Պողոս առաքյալը ասում է բարև կնեք քեզի ամեննալ որ ինձի հետ են բոլորին բարև տվեք անոնց որ մեզ կսիրեն հավատքով շնորհքով ձեր ամենու հետ ըլա ամեն նաև ձեր քույրերը եւ եղբայրները թեպետ օտարության մեջ են բայց սրտանց ջերմ քրիստոնեական բարևներ են ուղարկում Միացյալ Նահանգներից ամեն փոխանցենք Աստված օրհնի իհարկե Փարթիրոջը եղբայրներս քույրերս որ եղբայրն էլ բավականին նենց իմի բերեց այն կարևոր փաստը որ եկեղեցին առաջի դարից Քրիստոսի հարությունով ծնունդ առած հաստատվեց եւ դա հաստատա լինելու մինչև վերջ որովհետև այն շինությունը որովհետև Հիսուս եթե ասեց ես պիտի շինեմ իմ եկեղեցին նա քանդվելու ենթակա չի երկինք երկիր կանցնի բայց իր խոսքը չի անցնի նա հաստատությունը Տերը թող օրհնի եղբայրներս քույրերս ինչքան մենք լսեցինք ուշադրություն դարձրեցինք այսօր կարևոր խնդիրներից մեկն է որ ես կուզենամ նմանապես շարունակել եղբայրների խոսքի վրայով էր որ այսօր մեզ յուրաքանչյուրիս ականջին հասնում է բայց եկեք մենք մի քանի դասերի բաժանենք դա եւ կարողանանք մեր անձը ես չեմ առանձնացում իմը ձեզ հետ միասին այս կարգել մի փոքր մենք նայենք որպեսզի մեր յուրաքանչյուր քայլը Պողոսի ասացի պես ասում է ես գիտեմ թե որու եմ հավատացել ես գիտեմ ոչ թե վերացական ընդհանուր ժողովուրդը դե խաղաղ տեղ է կներեք իհարկե այնց պարզագույն մի բան ասեմ մեր ժողովրդական առակը ասում է սելավի բերան ընկած էթում են հիմա թե ուր կեթա չգիտեմ չէ ես այդպես չեմ ուզում այլ յուրաքանչյուրս Պողոսի ասացի պես մենք էլ գիտենանք մեր յուրաքանչյուր առած քայլը ավասիկ ուշադրություն դարձրեք այս կարևոր փաստի վրա որ մենք մի փոքր պետք է խորենք միասին եւ մեր անձը տեսնենք այդ ճանապարհի մեջ որտեղ ենք օրինակ դուք շատ այտենց խոսք ես էլ ձեր մեջ շատ անգամ լսել ենք եւ հիմա էլ ենք լսում Աստծո խոսք լսում ենք բայց կա մի պահ Եսայի մարգարեն այսպիսի խոսք ունի, ես բերանացի եմ ասում ես բոլորը, ասում է լսելով պիտի լսեն ու չլսեն։ Այսինքն սա լսում ենք, բայց չենք լսում։ Երկրորդ կարևոր փաստը Հիսուսը տենց Ղուկաս ավետարանի մեջ, եթե փորձենք նենց հիշատակել, սերմնացանի առակը իր մեկնությամբ ինչպես էր ասում։ Եվ սերմը Աստծո խոսքն է, եւ ճամփուկով ցանվածները նրանք են, որ խոսքը կլսեն, բայց միտք չեն առներ, չարը կգա եւ նրանց սրտից կհանի որպեսի չլա թե հավատան ու փրկվեն։ Ուրեմն հիմքը ինչ եղավ, իմ փրկության հիմքը որտեղ գտնվեց։ Խոսքը լսելն էր։
Հիմա մենք մի փոքր կառաջանանք այս հարցում։ Չէ որ մենք հստակ հասկանում ենք Թեսաղոնիկեցիս մեջ գրվածը այս համարը այնպես թեթևակի ես կուզենամ նկատի առնել Թեսաղոնիկեցիս մեջ ասում եմ եւ Աստված մեզի կորսնցնելու համար չկանչեց, հապա փրկության համար կանչեց։ Ու այդ փրկության համար ճանապարհ հարթեց։ Եթե մենք ել ավելի խորապես նայենք, Մատթեոս ավետարանում 8-րդ գլխում մեկը եկավ ասեց. Տեր, իմ ծառան այսպիսի վիճակի մեջ է, ասեց ես կգամ ու կբժշկեմ։ Բայց անձը ինչ ասեց։ Ասեց մի հոգնի, խոսքով ասա, բավարարա, իմ ծառաս կբժշկվի։ Հիմա ստացվում է Հիսուս գնաց բժշկեց, խոսքը ուղարկեց բժշկեց, երկուսը նույն հավասարազորն են թե ոչ։ Երկուսը նույնն են, հավասարազոր են։ Կամ 107-րդ Սաղմոսում ասվում է հետևյալ խոսքերը. Եվ Աստված իր խոսքը կուղարկե եւ կբժշկե զանոնք, իր խոսքը կուղարկե եւ կբժշկե զանոնք։ Դրա համար ես ուզում եմ մի փոքր ավելի ինձ ծանրացած լինել այս կարևոր փաստի վրա։ Հիմա առաջի փուլը նա էր, որ կոնկրետ խոսքը լսելով կլսեն ու չեն լսե, սա առաջի փաստն էր։ Խոսքը կլսեն ու միտք չեն առներ։ Բայց եկեք միտք առնենք մեկ կարևոր բան։ Ում խոսքն է, ում խոսքին եմ ես, կոնկրետ լսելով, լսում ու չեմ լսում, այսինքն բանի տեղ չեմ դնում։ Հա, գիտեմ այդ խոսքը։ Եթե որևէ մեկին էլ ասես, կարող է այնքան Աստծո խոսքը տեղյակ լինի, որ բոլորին էլ անգիր ասած լինի, համարը ստեղագրված, այն համարը ընդեղագրված, գրված է։ Հա գրված է քեզ ինչ։ Մի հատ տեսնենք քեզ համար ինչ այդ գրված խոսքը։ Որովհետև նայ տեսեք, մի փաստացի բան պիտի ասեմ ինձ համար եւ բոլորիս համար։ Խոսքին հնազանդություն անելը դա Աստծո կամքն է։ Եթե ես խոսքին հնազանդություն եմ անում, ես իր կամքի ճանապարհով եմ քայլում։ Շավիղներս այդ ուղղությանը, որովհետև մի քիչ մարդ էության մեջ հնազանդվելը մի քիչ ինձ դժվար է թվում, որովհետև եթե ես հնազանդվում եմ խոսքին, հրաժարվում եմ իմ եսից, եթե իմ եսն է առաջեթում, ես չեմ կարող խոնարհվել, հնազանդվել Աստծո խոսքին։ Ուրեմն հիմա նայեք տեսեք, սենց մեր առօրյա կյանքի մեջ այսպիսի մի հետաքրքիր պահ գոյություն ունի, որը մեր ժողովրդի մեջ բավականին այնց դժվար մարսելի կարող է լինի, երբ Աստծո խոսքում այսպիսի բան կա գրված, ծննդոցի մեջ սենց մի փաստացի միտք արտահայտվենք։ 3:16-ը այսպիսի խոսք ասում. Եվ կնոջը սավ, քո հղիության ցավերդ խիստ պիտի շատցնեմ, ցավով զավակ ծնանիս ու երկանդ հնազանդ ըլլաս։ Սա ում խոսքն էր։ Իմ, ես կասեմ ոչ, ժողովուրդ ջան։ Սա բուն Աստծո էությունից բխած խոսքն էր եւ սա իր կամքն էր։ Հիմա այս հնազանդությունը կարծես թե ծանր է գալիս ոմանց համար, դժվարություն է։ Եվ կարծես թե ես հնազանդվելով ցածրանում եմ, կարծես թե իրա ստրուկը դառնամ, ծառան դառնամ, բայց ես կասեի ոչ։
Ես ուզում եմ կոնկրետ մի հատ ուշադրություն դարձնենք որպես մեզի օրինակ մեր հավատքի առաջնորդին ու կատարողին Հիսուս Քրիստոսին նայենք եկեք իրենից սովորենք հələ փորձենք այնց ամեն կողմանե ուշադրություն դարձնենք նրա երկրի երեսին որ միսիայով էր եկեք կարևոր հետևենք ինքը իր կամքով էր շարժվում ու քայլում թե այսօր հաստատ կարողանանք ասել որ ինքը իր հոր կամքով էր շարժվում հնազանդ լինելով իր հոր ամեն խոսքին զարմանալի է սա ես կասեմ ավելին կասեմ նույնիսկ հնազանդ եղավ այն էլ ընթերցենք կարող ենք ընթերցել Փիլիպեցիս թղթին մեջ կարող ենք այս խոսքերը ընթերցել հետևյալը չենք երկարացնի բայց այս փոքրիկ տեղը կուզենամ ես ընթերցած լինել որ ինքը աղբերներս քուրերս երկրորդ գլխի այս համարները որ Աստծո կերպարանք ունենալով 2:6-ից եմ կարդում որ Աստծո կերպարանք ունենալով հափշտակություն մչսեպեց Աստծո հավասար ըլալը հապա անձը ունայնացուց ծառայի կերպարանք առնելով մարդոց նման ըլալով եւ կերպարանքով մարդու պես գտնվելով ինքզինքը խոնարեցուց մինչև մահվան հնազանդ եղավ այն էլ խաչի մահվան երբ կոնկրետ սա սրա արչևի խոսքը եթե կարդանք Եսայի մարգարեության մեջ տեսեք ինչ անում մեզ ծանոթ տեղ է 53-րդ գլխում ծանոթ տեղ է սա 53-րդ գլխում սա ասվեց մարգարեության մեջ իրեն համար հատկապես իրեն համար շեշտվեց սա ասма Եվ Տերնալ հաճեցավ զարմանալի բան է դա եկեք ընթերցենք 53-ի 10 համարը սա էր ասում բայց Տերը հաճեցավ որ զանիկա ծեծելու ցավերի մատնե անոր անձը մեղքի համար զոհնել են ետքը անիկա սերունդ պիտի տեսնե իր օրերը պիտի կշտացնե, իր օրերը պիտի երկնցնե ու Տիրոջ կամքանոր ձեռքով պիտի հաջողի։ Իր անձի աշխատության պտուղը տեսնելով պիտի կշտանա, իմ արդար ծառան իր գիտությունով շատերը պիտի արդարացնե։ Երբ որ հնազանդ եղավ իր հորը, շարունակությունն են կարդում, ասոր համար, որ հնազանդ էր, ասոր համար, որ հնազանդ էր, Աստված ալզանիկա խիստ բարձրացրեց։ Թագավորաց գրքի մեջ, աննայաղոտքի մեջ ասում է, Տեր, մեկին կբարձրացնես, մեկին կցածրացնես, քու ձեռք տա դա, որովհետև քուրերս, ախպերներս, ամեն բան իրենից է բխում, հորից է բխում։ Եվ հիմա իշնենք ներքև մի փոքր, որպեսի Հիսուսի անունին ամեն ծունկ ծռի։ Ինչի հիման վրա, որպես հոր խոսքին հնազանդ լինելու հիման վրա, ասում է, որպեսի Հիսուսի անունին ամեն ծունկ ծռի, երկրավորներու, սանդարամետականներու, ամեն լեզու դավանի թե Հիսուս Տեր է հոր Աստծո փառքովը։ Այդ հնազանդությունը ուր տարավ։ Այն աստիճանի բարձրացրեց, որ թե սերոբե ես, թե քերոբե ես, թե դժոխքում ես, թե սանդարամետ, թե մարդ, ով կաս չկաս, ամենն էլ նրա առջև ծունկ պիտի ծռի եւ պիտի դավանի, որ դու ես Աստվածը։ Դու ես իրավցնե ամեն բան։ Եվ իհարկե, եղբայրներս քրերս,
Սա միայն իրենից թողնված մեզ օրինակն էր։ Եկեղեցին նմանապես, որ կա, այո ամեն, եկեղեցին, որ Քրիստոսին պետք է հնազանդի, դա կարդում ենք Եփեսացիս թղթի մեջ են կարդում, կարող ենք այտենց պարզ ներկայացնել, ասում է 5-րդ գլխում, զուգահեռ տանելով կին ամուսին եւ եկեղեցի Քրիստոս, ասում է իրարու հնազանդ եղեք Աստծո վախովը, կիներ իրենց այրերուն հնազանդ լան, որպես թե Տիրոջը, վասնզի այրը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն ալ եկեղեցու գլուխն է, ու ինքը մարմնի փրկիչն է։ Ուստի ինչպես եկեղեցին հնազանդ կլա Քրիստոսի, նույնպես ալ կիները ամեն բան իրենց այրերուն։ Տես եկեղեցին իր հնազանդությամբ, հնազանդություն իր խոսքին, ավետարանի, այսինքն Քրիստոսի խոսքին հնազանդության դեպքում, ինչա կարծեք թե եթե Աստված Քրիստոսին բարձրացրեց, Հիսուսը եկեղեցուն չի բարձրացնելու։ Ինչ եք կարծում ժողովուրդ ջան։ Հնազանդվողին բարձրացնելու է։ Հայտնության մեջ կարող ենք ընթերցել։ Լավոդիկե եկեղեցուն ներքևում վերջաբանում ասում եմ, եւ որ ով որ հաղթի, իմ աթոռս նստել պիտի տամ։ Ով որ հաղթի իմ աթոռս նստել պետք է տամ։ Հələ մի պա, ես չեմ ասում պատկերացնել, հավատքով նայի դու Քրիստոսի կողքին եւ սանդարամետական լեզու ունեցող չունեցողը խոնարհված դավանում դու էլ իր կողքին ես։ Ինչ աստ ասում ժողովուրդ ջան։ Եվ նաեւ սա կարևոր է դառնում եկեղեցին Եփեսացիս մեջ հաստատում է որպես նրա մարմինը, նրա ոսկորներից եւ նրա մարմնից։ Դավանում ենք, հաստատում ենք սա, որովհետև Աստծո խոսքը այո եւ ամեն է։ Հիմա մի փոքր էլ ավելի շարունակենք։ Հնազանդություն, ինչպես մենք հասկացանք հնազանդությունը, որ կոնկրետ Աստծո կամքի մեջ ես գտնվում, եթե խոսքին հնազանդվում ես։ Ուրեմն երկրորդ կարևոր քայլը, ավելի կոնկրետ երրորդ կարևոր քայլը, լսելով լսեցին ու չլսեցին, լսեցին միտ չառան, լսեցին հնազանդվեցին, ու հիմա մի փոքր էլ ավելի շարունակենք։ Հնազանդվելով ինչ է տեղի ունենում։ Ես կուզենամ հնազանդվելով Հովանու ավետարանից մի փոքր վկայություն, որպես վկայություն ընթերցեմ։ Հովանու 17-րդ գլխում, որ բուն նպատակն է Քրիստոսի, 17-րդ գլխում այսպիսի խոսք ունենք ասված։ Ընթերցեմ։ 17-րդ գլուխ 17 համար։ Սրբեզանոն քո ճշմարտությունովդ, քու խոսքդ ճշմարտություն է։ Սրբեզանոնք քու խոսքովդ, որովհետև քու խոսքդ ինչ է, ճշմարտություն է։ Հիմա սրբեզանոնք նաև այստեղ շատ կարևոր խնդիր գոյություն ունի, եթե հնազանդվում ենք Աստծո խոսքին, որ Աստծո կամքն է, իսկ հիմա սրբված անձանց նկատմամբ Աստված ինչ ունի, ովքեր սրբվել են, ինչ ունի նկատի։ Ժողովուրդ ջան, ես երբ որ սրբվում եմ, իմ սրբվելը զարմանալի բան է, իր ուրախությունն է։
ին քո սրբվելը Աստծո որդու ուրախությունն է։ Աստծո ուրախությունն է։ Հիմա ներող կլինեք, այսպես հարցում անենք, փաստորեն դու ուզում ես սրբվել։ Ժորժան, դուք ուզում եք սրբվել։ Ես էլ ձեր մեջ։ Ուրեմն առաջի քայլը ո՞րն էր։ Հնազանդվել Աստծո խոսքին։ Առաջի քայլը սա էր։ Ես չեմ ասում են առաջինին, որ լսելով պիտի լսես ու չլսես։ Դա քո համար ոչ մի օգուտ չունի։ Բայց երբ որ լսում ու հնազանդվում ես, ունի խոսքը կարողություն քեզ սրբելու։ Ճիշտ է, քիչ առաջ եղբայրներ ասեցին նաև Քրիստոսի այրունով թողություն սրբվել, այո, ամեն։ Երեք կարևոր փաստ գոյություն ունի ավետարանում, որ կարող է այրունը քեզ մաքրել, կարող է խոսքը քեզ մաքրել, կարող է Սուրբ Հոգին քեզ մաքրել։ Այնպես որ մենք սա այդ երեքն էլ հաստատում են երրորդության հաստատությունը, որ իրենք կամենում են։ Հասկանում եք, Ժորժան, կամենում են, ինչպես Թեսաղոնիկեցիս հիշեցրեցի, Աստված չի ուզում մեր կորուստը, հապա մեր փրկությունն է ուզում։ Իսկ մենք ներող կլինենք, Ժորժան, եկեք մի քիչ ավելի եւս խորանանք սրա մեջ, որովհետև այսօրվա օրում ես չգիտեմ այդ սրբվելու խնդիրի վրայով ես ինչքան կարիքն ունեմ, որի համար իմ աղոթքս առ Աստված պիտի բարձրացնեմ։ Ինչի համար։ Որովհետև այսօր մենք հստակ հասկանում ենք, պայքար ունենք պայքար։ Կա հին բնությունից եկած համառություն։ Չէ, ես ես պետք է անեմ։ Չէ, ես սենց եմ հասկանում։ Աստծո խոսքը ես սենց եմ հասկանում։ Այ բարեկամս, ոչ քո հասկացողությունը, ոչ էլ իմը։ Եկեք խոնարհվենք, չէ՞ որ սկիզբը դրեցինք խոսքը։ Խոսքին խոնարհվելու դեպքում է, որ խոսքը ճշմարտություն է ու պետք է սրբի քեզի։ Եկեք մի քիչ ավելի թեպետ խորանանք սրա մեջ, ինչպես է դա տեղի ունենում։ Ես ուզում եմ մեր առօրյա կյանքի մեջ տեսնենք ինչպես է դա տեղի ունենում։ Ինչպես է սրբում խոսքը։ Հիմա հավատք ունես դու, ես, բոլորս։ Շատ կարևոր է սա, որ Աստծո խոսքը մնացած բոլոր քո կարծեցյալ ունեցվածքի կամ եղածի ավելի արժեք ունի։ Հավատք ունես դրա վրա։ Որովհետև եկեք նկատի առնենք։ Եթե մի քանինես տեղեր փոքր հիշենք։ Հիսուսը հակառակորդին ինչ ասեց, երբ որ ասեց թողես քարերը հաս լինեն։ Դա վերցված օրինաց գրքից խոսքը Հիսուսը ընդամենը կրկնեց։ Ասեց ոչ թե միայն հացով կապրի մարդ, հապա Աստծու բերանից ելած ամեն մեկ խոսքով կապրի մարդ։ Մի դեպք հիշենք Եզեկիել մարգարության մեջ, ասում է եւ քու քովետ անցայ եւ քեզ ապրեսի։ Եթե Աստվածը այդ կյանք դնողը, չէ որ այդ ապրե ասելը կամ Աստծու բերնից ելած խոսքը, չէ որ Աստծո էությունից, այսինքն արարողի ստեղծողի բերանից է դուրս գալիս։ Եվ երբ որ Աստծո ստեղծվածն եմ ես, հələ մի քիչ ավելի երբ որ առաջանանք, իրենից ծնունդ առածն եմ ես, դու առավել եւս նրա խոսքի արժեքը իմ մեջ ավելի է բարձրանում։ Միտեղ ընենց ընթերցենք, եթե կուզեք բերանացի հիշեցնենք, օրինաց գրքի մեջ ասում է, այս պատվիրանները մի կարծի պարաբան են քեզի համար, սրանք քո կյանքն են։ Հաց, կյանք, Դավիթը ասում է,
քու խոսքդ ոտքերուս ճրակ, շարունակում իմաստություն, կարծես թե ամփոփված է ամեն բան խոսքի մեջ, եւ այսօր կոնկրետ ես մի քիչ ներեք ինձ իմ կոպիտ եմ ասում, ես ինձ ասեմ, ես իմ մեջն եմ քշում։ Չէ բարեկամ ասել, եթե դարձի խոնարհվելու, հնազանդվելու Աստծո խոսքին, արժեքը տուր, հիմա մենք փաստ կբերենք։ Սուրբ գրքից, որ այդ արժեքը, խոսքի նկատմամբ այդ արժեքը, սկսում է արդեն իմ անձիս մեջ դրա հաջորդ քայլը շատ կարևոր է դառնում Աստծո խոսքը իմ մեջ մարմին դառնալը։ Հասկանում եք ինչ է նշանակում մարմին դառնա։ Աստծո խոսքը իմ մեջ մարմին է դառնում։ Դա կարող ենք Հովանու ավետարանի մեջ ընթերցել, Հովանու ավետարանի մեջ այսպես է գրված առաջի գլխում, խնդրեմ ընթերցենք հետևյալ խոսքերը, 14 համարն առաջի գլխի, ասում է եւ բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեցավ։ Բանը մարմին, Աստծո խոսքը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեցավ։ Հիմա երկու կողմանե կարող ենք մենք նայել, որպես Քրիստոս մեր անձի մեջ բնակվեցավ եւ իր խոսքը մեր մեջ երկուսը մենք քիչ առաջ ինչ ասենք, հավասարազոր են։ Երկուսը նույնն են։ Թե ինքը թե իր խոսքը նույնն է։ Հիմա իմ մեջ բնակված խոսքը ինչ է կատարում։ Բնակվել բառը ժողովուրդ ջան չի վերաբերվում անկենթան քարին թփին, խոսքը կենթանի է։ Եբրայեցիս մեջ մենք ընթերցում ենք սա, Եբրայեցիս մեջ կարող ենք ընթերցել, որ իր խոսքը կենթանի է, երկսայրեսրե կտրուկ է, որ կթափանցի, ուղնուցուցը կթափանցի։ Եվ եւս մեկ համար, ու մենք ուշադրություն կդարձնենք բնակված խոսքի, Ժորժան, բնակված խոսքի արտահայտությունը որն է։ Այդ խոսքը, որ իմ մեջ բնակվել է, ասենք հիմա ոնց հասկանանք բնակված խոսքը եւ մարմին դարձած խոսքը։ Ոնց հասկանանք։ Ես ուզում եմ մի քիչ այնց օրինակի կարգով ասեմ։ Եթե խնդրեմ, ասեմ եղբայրս, գիրքդ կտես ինձի, կբերես ինձ։ Ժորժան, ինչքան սպասեմ, որ դա իրականություն դառնա։ Մի խնդրանք ունեցա, խոսքեր արտահայտվեցի իմ կամքի, լավ, քույրս այդ երկարանը տաս ինձ։ Խոսք եմ ասում, չէ՞։ Երբ։ Լավ, ուրիշ բան ասեմ, աղբերս մի բաժակ ջուր տուր ինձի։ Խոսքն եմ ասում ընդամենը։ Իմ ծարավը երբ կհագենա։ Ժորժան, երբ կհագենա իմ ծարավը։ Երբ ջուրը բերեն։ Այսինքն ասված խոսքը եղբայր ջան ինձի մի բաժակ ջուր տուր, այդ ասված խոսքը ինչ եղավ։ Մարմին դարձավ, իրականություն դարձավ, գործողության մեջ մտավ եւ Աստծո յուրաքանչյուր խոսքը մեր մեջ գործողության մեջ պետք է դնի։ Ինքը կարող է արտահայտվել։ Մի օրինակ կարդանք Սուրբ գրքից եւ ավելի մեզի հստակ կլինի, պարզ կլինի։ Խնդրեմ, Հովանու թղթի մեջ այսպիսի մի համար ընթերցենք ու փորձենք ուշադրություն դարձնել այդ համարին, տեսնենք ինչպես տեղի ունեցավ սա։ Խնդրեմ, երկրորդ գլուխ, առաջի թուղթ Հովանու երկրորդ գլուխ, հետևյալն ասում, 14 համարից, կգրեմ ձեզի տղակներ, վասնզի դուք ճանչցաք հայրը, գրեցի ձեզի հայրեր, վասնզի դուք ճանչցաք զանիկա, որ սկզբեն է, գրեցի ձեզի երիտասարդներ, վասնզի դուք ուժով եք,
Եվ Աստծո խոսքը ձեր մեջ կբնակվի ու չարին հաղթեցիք։ Ով բնակված խոսքն ա, որ դեմ դնի, ներող եղեք Ժողովուրդ ջան, հակառակորդի դեմ ես ոչ իմ իմաստությունով, ոչ իմ կարողությունով, ոչ իմ զորությունով, ոչ մի բանով ես դեմ չեմ կարող դնել։ Չեմ կարող դեմ դնել։ Բնակված իմ մեջ եղած խոսքը կարող է դեմ դնել, թե ոչ։ Ամեն։ Բնակված խոսքը դեմ կդնի։ Եվ ամեն չարիքից կազատի։ Եվ այս սրբությունը, տեսեք խոսքի սրբությունը ոնց ալնում։ Երբ որ հնազանդվում ես, ու նա քու փոխարեն դեմ ա դնում հակառակորդին, հաղթանակը քոնն է։ Հակառակորդի միտքը ինչա քեզ, խաբել, կորսնցնել, սպանել, եւ ճշմարտության խոսքը քեզի ձերբազատում է այդ բոլոր մեղքից էլ եղած չեղած բոլորից էլ ձերբազատում է։ Դրա համար հիմա նայ տեսեք մի կարևոր փաստ էլ կա, որի համար շատ խիստ կարևոր է մեր մարդ էության, Ադամ ժառանգության հին մարդու դեմ դնելու հարցը։ Խոսքը նաև սրա մեջ է, որ մեզ սրբելու, տեսեք, քանի մենք բան ունեցանք, լսել, լսելով լսել ու չլսել, որից հետո միտք չեն առնում, հնազանդվողները միտք են առնում, հնազանդվելու դեպքում բերում որտեղ է կանգնացնում, հնազանդվելու դեպքում եկեք ավելի տեսնենք, մտնում ենք Աստծո կամքի մեջ, իր ուզածի պես որ ես ապրեմ, խոսքը իր գործն է սկսում մեր մեջ, որ մենք արժեքավորում ենք, որ մեր մեջ բնակվում է, եւ նույնիսկ մեր փոխարեն պատերազմում ու պայքարի մեջ է դնում։ Ու փառքով ու պատվով Աստծո անունով հաղթանակ ենք վայելում։ Նայ տեսեք որտեղից ուր եկանք հասանք։ Էսի մեր բոլոր կյանքի ընթացքի մեջ է։ Որը որ կոնկրետ մենք ուշադրություն ենք դարձնում սրա վրայով, այս խոսքի վրայով։ Լսում ենք։ Այսօր լսեցինք։ Հիմա եթե սենց հարցնելու լինեմ ես ինձի լավ, որտեղ ես, այդ որ կետի վրա ես, որտեղ ես հասել։ Կարիք ունենք նորից, ում էությունից է բխե խոսքը, կարող ենք նրան աղաղակել, որպեսզի այդ մարմին եղած խոսքը մեր կյանքի մեջ հաղթանակի տանի։ Կարող ենք, թե չեն կարող։ Ունենք այս հնարավորությունը, որովհետև, Ժողովուրդ ջան, վերջապես, ես ուզում եմ մի կարևոր փաստ ասեմ ձեզի, վերջապես, նայենք Եփեսացիս թղթի մեջ, հետևյալ խոսքերը, որը որ սա բերում է մեզ ավարտի է բերում, Եփեսացիս 5-րդ գլխի այն փոքրիկ շարունակությունը, 26 համարը 5-ի, որպեսի զանիկա սրբե ու մաքրե ավազանի ջրով, բութ, ինչով, խոսքով, որպեսի ինք իր դիմաց փառավոր կեցնե եկեղեցին, որ արատմը կամ խորշոմություն կամ ուրիշ ասոնց պես բան մը չունենա, հապա որ սուրբ եւ անարատ ըլլա։ Ուր բերես մեզի խոսքը, սուրբ եւ անարատ լինի։ Իսկ եթե մենք Պետրոսի թղթի մեջ կարդում ենք, ասում է, ձեզ կանչող, մնացած արդեն հասկանում եք, ձեզ կանչող սուրբին պես, սուրբ եղեք։ Մի այսպիսի հարց էլ տամ, սուրբը կմտնի երկինք, թե մեղավորը կմտնի երկինք։
Մեղավորը մինչև չարթարանա, մինչև չսրբվի, երկինք մտնելու դռները փակեն։ Սուրբը պետք է, սա շատ կարևոր փաստ է սա, հələ ուշադրություն դարձրեք, ես մի փաստ էլ պիտի ասեմ ձեզի, մի կարևոր փաստ էլ պիտի ասեմ ձեզի, Հովանու 17-րդ գլխից, նորից, մեկ համար պետք է ընթերցեմ, և ձեզ ժամանակը չեմ չարաշահի, մեկ համար էլ ևս կընթերցեմ, նայեք ուշադրություն դարձրեք այս կարևոր փաստի վրա, ժողովուրդ ջան, կարևոր փաստի վրա։ Հովանու 17-րդ գլխում նորից 17-րդ գլխից, ես ընթերցեմ հետևյալ խոսքերը։ Իր բուն վերջի իր հաշվետվությունը, Քրիստոս իր հորը հաշվետվությունը սա բերեց Հովանու 17-ի մեջ, ասելով հետևյալ խոսքերը։ Բայց ոչ թե միայն 20 խոսքից ներքև, բայց ոչ թե միայն անոնց համար կաղաչեմ, հապա անոնց խոսքով բոլոր ինձի հավատացողներու համար, որպեսի ամենալ մեկ ըլան, ինչպես դունով հայր իմ մեջս, ու ես քո մեջդ, որպեսի անոնքալ մեր մեջ մեկ ըլան։ Վերջի նպատակը որն էր, որ մենք, որպես իրենով սրբվածների, որպես սուրբ, որը Աստծո փառքն է ներկայացնում, մեր սուրբ լինելը իր փառքն է։ Կարող է ձեզի համար դժվար գա այս խոսքը, բայց երբ որ փորձում ենք նայել, ձեզ կանչող սուրբին պես դուք եք, եթե սուրբ եղեք, Սուրբը Աստված, և դու սուրբ եղած լինելով իր փառքն ես, օրհնյալն իր Աստծո անունը, և տեսեք թե մեզի ուր է բերում հասցնում, ընդամենը որտից սկսեցինք, իր խոսքին հնազանդ լինելուց, խոսքը մարմին դառնալուց, խոսքով սրբվելով, սուրբ լինելով իր փառքը, մեծությունը, օրհնյալն իր սուրբ անունը։ Եվ հիմա սա կարևոր փաստ է վերջնական արդյունքում, ասում է, որ ես քո մեջ հայր իմ, դու իմ մեջ եւ նրանք էլ մեր մեջ ինչ տեղի ունեցավ, մեկ եղավ, միություն տեղի ունեցավ։ Երանի այն ամենուն, որ ականջ կծռեն, կխոնարհվեն Աստծո խոսքին, կսրբվեն, որտև Աստծո բուն նպատակը սա է։ Քրիստոսի բոլոր խաչելությունը, զոհաբերությունը, ամեն ուղեկցում են դեպի այս կարևոր վերջնակետին, որ դու իր փառքը լինես։ Զարմանալի է, ես Աստծո փառքը լինեմ, մի քիչ չի տեղավորում ախը, ժողովուրդ ջան, բայց դա այդպես է լինում, որ ինքն է այս ամենի գլուխը բարձրացնելու Քրիստոսին, որ բերեց ու ամեն լեզու, որ իրեն դավանելու, հիմքը չէր իր հոր կամքին հնազանդվելու, հիմքը չէր նա, որ բարձրացրեց իրեն, որ ամեն լեզու դավանի իրեն, և հիմա նաև Քրիստոսիներին էլ նույն ճանապարհն է։ Համարում ես քեզ Քրիստոսինը, ուրեմն այս ճամփեն պետք է ընթանանք։ Եվ եթե հիմա որտեղ որ հասել ենք ու պակաս ենք, ներող եք ժողովուրդ ջան, ունենք հնարավորություն դեռ մեր հոր երեսը փնտրելու, որտև մենք ինչ ենք ասում, հայր մեր, համարձակվենք ասելու, հայր մեր, թող քո անունը սուրբ լինի, թող քո կամքդ լինի, քո թագավորությունդ լինի, եւ այդ թագավորության դուստրեր ու որդիներն ենք, օրհնյալ նրա սուրբ անունը։